Սիրելի հետևորդներ, թթու եմ պատրաստում։ Այո, ճիշտ նկատեցի։ Սոխի թթու։ Մեզ մոտ վայքում սոխերից, որոնք մենք գյալոշ ենք ասում, թթու պատրաստել։ Իհարկե, մենակ սոխով չկամ, կդնեմ կարմիր բազուկ, ինչ որ մենք սիրում ենք։ Այս փոքր սոխերն էլ մաքրում են, թելով սիրուն անցկացնում, թելի վրա շարում ու կապում, որ չարձակվի, չբաժանվի կորեն թթվի ջրի մեջ ու դնում են թթու, այնքան հավես է, երբ որ սենց ձեռքդ մտցնում ես այդ թթվի տարայի միջից շարան սոխերը հանում, ոնց որ թե հուլունքներ լինեն։ Վայ դժվար գործ է, դժվար գործ չի, ուղղակի մի քիչ լացացնող գործ է։ Աման, չաման, վերցնեմ հարմար, իմ համար այս սրա մեջ էլ է սող, բայց առաջինը սրանցից կսկսեմ։ Ինչ ենք ասում ենք յատեր աստված, շատ չլացեմ։ Թաքուն արտասվելու միջոց է, այն որ մարդ հոգս, գործ, ինչ որ մի բան է ուզում, մեկ ուզում արտասվի ու չի լինում, հանկարծ կնկատեն, ասեմ, որ սա իսկականն է, սոխը վերցնենք ու նստենք։ Մաքրում ենք սիրուն այսպես հավեսին, բայց դե աշկերս առաջին մրմուրը ես զգացի, բայց ափսոսա թողնեմ, ինչ անեմ, ափսոսա։ Լիլիթ, ինչ ես անում։ Այո։ Ինչ ես անում, արալաս։ Ոյ, ռատատույն ամբերեմ, մեր ռատատույը։ Լյովնյո, ես սիրում եմ, և հենց նայում եմ, հիշում եմ են մուլտֆիլմը խոհարար կրիսը, չէ, խոհարար Արնետը, ռատատույը, իմ սիրած մուլտֆիլմն է, ինչու եմ սիրում, երևի են, որ խոհարարական մուլտ է, խոհանոց, եփութուղ, համերի ստեղծում, չէ, իր համերն է ստեղծում, ամենալավը խամիակն է, մայլեսը, հա, ոչ լացում է, ոչ ճրճղում է, չէ, վազում այա, վայ, խամիակը չգիտեմ, բայց մամատ հեսա կլացի, ես էլ գնամ անգամ չլացնեմ, ինչ անեմ, լացելով գործս առաջ կտանեմ, լացելով, ոյ, աշկերս, ոյ, էլ չեմ դիմանում, սա պետք է աշկերը փակ անել, աշկերս փակ մաքրեմ, որ հարցնեք նաշ ջան, ինչ ես աշկերդ փակել, աչքերդ ինչու ես փակել, կասեմ, ես իմ գործը անգիր գիտեմ, Լիլիթ, մի արա, օդից էլ է տարածվում, պարտադիր չի մոտը նստես, Լիլիթն է փորձում է, մի արա, հոտ կգա, մի արա, Լիլիթ ջան, այսքան մաքրեցի ու փախա, բայց ասեք, որ լովն է, Լիլիթ մի արա, եկել ես որ ինձ օգնես, մի արա, մի քսի աչքերիդ, հել, դանակը դիր ամանը հել,
Հել, ես մի բանը կարաս օգնես, բայց պետք չի։ Մարդ իրա գործը պետք է անգիր իմանա։ Բայց սենց այն, որ մի բանին ափսոսում ես, ուզում ես անես, վերջացնես։ Սրանք չնայած ճաշի համար էլ օգտագործել կլինի, կախում ենք, չորացնում, օգտագործում ենք, բայց դե սոխի թթու ուզեցի պատրաստել, որ դուք է տեսնեք, սոխից էլ է թթու լինում, մեն էլ ինչ թթու, համեղ թթու։ Վայ։ Մի 3 լիտրանոցով եմ դնելու, իհարկե կաղամբել կդնեմ, վայ Լիլիթ աշկերս հասի։ Ուրեմն էլ չեմ դիմանում, սրանք էլ որոշեցի այսպես անել, սիրուն, կախել պատշգամբում, թող չորանա ճաշերին սկզբից սա կօգտագործեմ, էլ չեմ դիմանում, Կանեմ անել։ վայ գնան դելը, ահա, այսպես փունջ կանեմ, այսպես փնջեր կանեմ, հետո թթու որ անեմ, կբերեմ կօգտագործեմ, էլ չեմ դիմանում, այս իհարկե կմաքրեմ, հիմա այնքան փնջեր կհանեմ, այս էլ պետք չի դրանք, սրանք հավեսին, հեսա կտանեմ կկախեմ, իսկ ես ճաստիկները կմաքրեմ, սրանք թթվի են իսկական, մենակ դուրս գնալը կփրկի այս սոխերից, են որ զորով ասում եմ իմ սոխը գյալոշ է, բայց որ վերցես ենքան է գյալոշ չի ճաշի համար, իսկական սոխեր են հիմիկվա օգտագործելու, բայց այստեղ էլի ունեն է, սրանք են մանուներներն են, սենց էսի գնաց պատշգամբ, ահա, մաքրածներն էլ այստեղ, էինա, էսի տար, հեսա, էտի դիր դուրս է, որ կցենք, տար դուրս է, հա, տար դուրս,
Սրանք էլ ես տանեմ լվանամ։ Հետո կգաս սա էլ կտանես։ Լիլիթ ջան, տարդիր դուրսը։ Հնդկուհու պես ես գնում։ Հնդկաստանից եմ եկել։ Լավ։ Ահա լավ լվանանք։ Ահա սոխը լավ լվացի եւ հիմա այսպես կիսում եմ ու դնեմ այստեղ։ Պարտադիր մի թեթև խաշելու ենք, ահա։ Դրա համար կիսում եմ այսպես։ Որ լավ թթվի։ Այսպես կիսեք։ Սոխը արդեն պատրաստ է։ Պատրաստ է նաև գազարը, բազուկը, մի փոքր է հարկավոր բազուկ, այնքան որ գույն տալու համար ու սխտորել կա կտրատած, պատրաստ է նաև տարան, որոշեցի այսպես թափանցիկ երևացող ամանի մեջ դնել թթուն, որ տեսանելի լինի ձեզ էլ, թե չէ դույլերի մեջ կդնեի ավելի շատ քանակով։ Այստեղ պատրաստ է նաև ջուրը, սկսեց եռալ, սոխը հենց այդպես չենք դնում, պարտադիր պետք է մի թույլ խաշենք, ոնց ենք ասում, գցենք տաք ջուրը վախեցնենք, գցենք տաք ջուրը վախեցնենք, ես վախեցա թևս ոռում էր, պարտադիր, թող սա եռա, եթե շարանով է, փոքրիկ սոխերը նույնպես էլի գցում ենք, մտցնում ենք եռացրած ջրի մեջ, հանում ենք ու ասեմ, թելով տենց կախում հանում եք, ահա, թող մի հատ այս մասերը կարելի այսպես անել, մի քիչ վերև չլկվի, միայն այդ գլուխները, նույնիսկ կարելի է այս կողմով էլ սրանք գցել, ահա։ Հա, Լիլիթ։ Այնքան որ ինքը փափկի։ Սա էլ մտցնենք այս կանաչ ցողուններն էլ ու տանելու եմ պահեմ սառը ջրի տակ։ Փափկել է։ Պարտադիր չի, որ եռա, այնքան որ փափկի։ Անջատեցի ու տարա սառը ջրի տակ։ Հոսող ջրի տակ մի լավ սառեցնում ենք, համ արագ կսառի, համ էլ այդ սոխի հոտը գնում է։ Համ սառեց մեր գործը առաջ կգնա, համ էլ այդ սոխի այդ հոտը
անցնում է այսպես։ Հիմա տանեմ դասավորեմ։ Սա էլ դնենք այստեղ։ Սիրելի հետևորդներ, մի պահ դադար եմ տալիս, գնում եմ մասուրի, չեմ կարող չգնալ։ Թող սոխը սառի, մի քիչ տաքը։ Սոխը սառի, ես էլ առիթից օգտվեմ, գնամ մասուրի։ Ուր մոզի թաղ։ Նույն տեղն եմ գնում, բայց մենակ չեմ գնում, այս անգամ ընկերուհի ունեմ։ Մասուրը հավաքեցինք ու վերադառնում ենք տուն։ Այսօր մենակ չեմ։ Դույլի երեսը պոպոկ կա, պոպոկ էլ ենք հավաքել։ Այս էլ ով որ հետս եկել է։ Հա, քաղում ենք։ Ու մասուրներ։ Մի քիչ էլ քաղենք, իջնենք ներքև։ Այն աղբյուրի մոտ ենք արդեն։ Բա։ Այսօր պատունը ոնց մնա ես, կամ հողամաս, կամ մասուր, այսա սեզոն, հես լավ է կարմիրա։ Սիրելի հետևորդներ, թթուն պատրաստում եմ, կաղամբել եմ վերցրել, կտրատած, մի հատ դափնուտերեր, բաղադրիչներն են, ուղղակի արդեն սոխը, ես բոլոր մարինատ թթուտ չորացրած սամիթով եմ հանում, ահա սամիթ և սև հատիկավոր պղպեղ, մի քիչ գազար, բազուկը արդեն կտորով, սխտոր, կաղամ, սոխը գեղեցիկ, դասավորում ենք բանկայի մեջ։ Այնքան համով է սոխի թթուն։ Կարող ենք նաև լոլիկել, կիսակարմիր լոլիկել, գցել, պղպեղել։ Մեզ մոտ վայքում այդ սոխի թթուն, գյալոշի թթուն շատ ընդունված, սիրված թթու է։ Ես մեկ էլ ժողովրդական մի այսպիսի հետաքրքիր բան կա, որ ասում են, որ տարին սոխի կեղևը հաստ է լինում, այդ տարի ձմեռը խիստ է լինում, որ տարին սոխի կեղևը բարակ է լինում, ձմեռը մեղմ է լինում։ Ժողովուրդն է այդպես ասում, չգիտեմ։ Այդ սոխի թթու եմ դնում, գյալոշի թթու։ Կերել է սոխի թթու։ Ինքան համով ալում աշոտ։ Ինչ այլ է։ Ինչ այլ է։ Հա? Վերց չկա։ Կա է։ Սոխը հանել ենք
Մի հատ հավեսին թթու չդնենք, մի հատ նայեք, գալոշի թթու, երևի 2 լիտր ջուր կտանի սա, աղա ջուրն էլ պատրաստ է, սովորական ծորակի սառը ջուր, սա էլ 1 լիտրանոց է և 2 դեսերտ գթալ աղ, անմիջապես գույնը տվեց, բայց դե ինքը քիչ է, մի հատ էլ է հարկավոր։ Երկրորդն եմ պատրաստեցի, ու լցվեց, մինչև վերջ պետք է լցնենք, վերջ, դժվար ոչ մի բան չկար, պատրաստ եմ, մի հատ էլ այսպես փակում ենք և վերջ, ու այս համեղ թթուն արդեն սարքեցի, մի քանի օրից կթթվի, ոմանք չգիտեին այս սոխի թթվի, գալոշի թթվի մասին, որ սոխը կարելի է թթու դնել, շատ համեղ է լինում, իսկ եթե այսպիսի երկարավուն սոխեր չունեք կամ հողամաս չունեք, ապա կարող եք գնել փոքրիկ սոխեր, թելով շարել, կապել, որ իրարից չբաժանվեն հուլունքի պես ու ձեր ձմռվա թթվի մեջ դնել ու համոզված եմ ամենաառաջինը կվերջանա սոխի թթուն, շատ համով է լինում, բայց ասեմ, որ պարտադիր բազուկ էլ կդնեք, բազուկը մի հետաքրքիր ու յուրահատուկ համ է տալիս, համ էլ գեղեցկանում է թթուն, և չմոռանաք սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք, տարածեք ու լայքեք, ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, թող գալիք օրն էլ բարի լինի բոլորիս համար։